Սիրելի ֆուտբոլասերներ, երկրորդ խաղն է մեկնարկում այսօր մեզ մոտ եւ միմյանց հետ մրցում են Բետիսը եւ Լեռնային Արցախը։ Հետաքրքիր հանդիպում է սպասվում մեզ։ Լեռնային Արցախը շարունակում է հետապնդել Յուվենտուսին, բայց շատ առաջ է գտնվում այս պահին Յուվենտուսը միավորներով, իսկ Բետիսն էլ այսօր փորձելու է հաղթանակի հասնել, որովհետև նրանց շատ քիչ հանդիպումներ են մնացել եւ նրանք էլ պետք է հաղթանակ տոնեն եւ փլեյոֆ անցնեն։ Հիմա խաղը մեկնարկեց, արագ ներկայացնեմ հիմնական հայտարարությունները թիմերի։ Բետիսի դարպասը պաշտպանում է համար 1 Դավիթ, համար 99 Դավիթ Արզումանյան, համար 77 Արթուր Գևորգյան, համար 1 Էդգար Անանյան, համար 4 Դավիթ Հովանիսյան, համար 11 Նորայր Հովսեփյան, համար 9 Գոր Գևորգյան, համար 10 Արման Մարկարյան, համար 17 Արման Մայինցյան եւ համար 7 Դավիթ Մուսախանյան։ Վերջինս էլ իր թիմի ավագն է։ Լեռնային Արցախի դարպասը պաշտպանում է համար 1 Էրիկ Խաչատրյանը, համար 8 Արսեն Հարությունյան, համար 9 Կարեն Շահագելձյան, համար 10 եւ թիմի ավագ Արսեն Սարգսյան, համար 13 Արսեն Հարությունյան, համար 15 Տիգրան Համբարձումյան, համար 22 Միքայել Արաքելյան, համար 25 Նարեկ Դանելյան, համար 27 Հայկ Աթայան եւ համար 77 Արամ Կոստանդյան։ Հիմա տեսնում ենք, որ խաղը մեկնարկել է, շատ թեժ է ընթանում դաշտի կենտրոնում պայքարը։ Թիմերը փորձում են իրենց առաջին գրոհները իրականացնեն։ Հիմա գնդակը Բետիսին է, երկար փոխանցում տեսանք այստեղ, բայց այստեղ լավ չգործեց Արցախի դարպասապահ Էրիկ Խաչատրյանը եւ առաջին անկյունային ենք տեսնելու այս խաղում։ Նա տեսանք փոխանցում, բայց այս փոխանցումը ուղղված չէր Տուգանային հրապարակ, բայց շարունակում է հիմա Բետիսի գրոհ, այստեղ հեռացրեցին Լեռնային Արցախի ֆուտբոլիստները։ Նա Հայկ Աթայանն է գնդակով, լավ խաղարկումներ, բայց չստացվեց նրանց մոտ։ Հիմա Բետիսն է նորից գրոհում, Մուսախանյան փոխանցում թիմակցին, բայց առաջ է թողնում գնդակը այստեղ Գոր Գևորգյանը եւ ի վերջո եզրային նետում են վաստակում Բետիսի ֆուտբոլիստները։ Նա նորից խլեցին Լեռնային Արցախի տղաները գնդակը։ Շատ լավ խաղարկումներով շարժվում են առաջ, նորից Հայկ Աթայանն է գնդակով, այստեղ փոխանցում հետ։ Բայց շարժվեցին առաջ, շատ լավ փոխանցում հիմա Արսեն Սարգսյանի կողմից հարված կարող ենք տեսնել, բայց ի վերջո փրկեց այստեղ Դավիթ Արզումանյանը իր թիմին, հիմա էլ հակառակ ուղղությամբ անկյունային ենք տեսնելու։ Լավ դիրքում այստեղ ստացավ գնդակը Արսեն Սարգսյանը, այնտեղ թիկունքից փոխանցում տեսանք Լեռնային Արցախի ֆուտբոլիստի կատարմամբ եւ վերջին պահին փրկեց իր թիմին Դավիթ Արզումանյանը։
Հիմա դաթարը ավարտվեց մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ եւ անկյունային են վաստակել Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Արսեն Սարգսյան փոխանցում երկար փոխանցում կատարեց թիմակցին հիմա շարունակվում է գրո Լեռնային Արցախի Հիմա շատ լավ խաղարկում տեսնենք հարված եւ նորից փրկում է Դավիթ Արզումանյանի իր թիմին եւ երկրորդ հարվածը բայց բարձր է հիմա հարված կատարում Լեռնային Արցախի ֆուտբոլիստը շատ վտանգավոր էր տեսանք Արցախի կատարմամբ հարվածները Հիմա շատ լավ փոխանցում այստեղ ձախ եզրով շարժում է առաջ Արման Մարգարյանը բայց այստեղ էլ լավ է պաշտպանվում հիմա Արսեն Հարությունյանը նրա այդ պայքարում դեռ Բետիսը հարված չի կատարել արդեն մի քանի անգամ փորձել են Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Դավիթ Արզումանյանին փորձել գոլի հեղինակ դառնալ բայց չի ստացվել նրանց մոտ Ինչևէ հիմա նորից Բետիսի մոտ է լինելու գնդակը Էդգար Անանյանն է գնդակը ուղարկում առաջ, բայց կորսեցին գնդակը Բետիսի ֆուտբոլիստները եւ նորից իրենց գրոհն են սկսելու այստեղ Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, բայց չստացվեց նորից Բետիսին է գնդակը երկար փոխանցում դեպի Մուսախանյանը շատ լավն էր, բայց այստեղ Ի վերջո կարողացավ Հարությունյանը հեռացնել գնդակը եւ անկյունային հարված շատ լավ էր այնտեղ նկատել Մուսախանյանին Բետիսի ֆուտբոլիստը բայց եզրափակումը չստացվեց Մուսախանյանի եւ անկյունային ի վերջո կտեսնենք Լեռնային Արցախի դարպասին Տուգանային փոխանցում եւ շարունակվում հիմա գրո Բետիսի հարված տեսնենք հարված եւ նորից փրկում է հիմա այստեղ Էրիկ Խաչատյանը առաջի հարվածն էր այս խաղում Բետիսի եւ անկյունային վաստակեցին նորից Բետիսի տղաները, այնտեղ հարված էր կատարում Արման Մարգարյանը, փոխանցում Տուգանային հրապարակ եւ հեռացված է գնդակը։ Այստեղ էլ հեռացում Լեռնային Արցախի ֆուտբոլիստի կողմից, բայց շատ լավ այստեղ գործեց Գոր Գևորգյանը հարված եւ մի փոքր շեղությամբ անցավ այստեղ հարվածը Նորայր Հովսեփյանի շատ վտանգավոր էին գործում Բետիսի ֆուտբոլիստները Նշեցի, որ Լեռնային Արցախը հետապնդում է Յուվենտուսին, այս պահին նրանք երկրորդ հորիզոնականում են 34 միավոր են վաստակել, բայց Ատալանտան էլ այսօր իր հանդիպումը անցկացրեց եւ արդեն բարձրացել է երրորդ հորիզոնական եւ հավասար միավորներ ունեն Արցախի հետ։ Հիմա հակագրող տեսնում ենք Լեռնային Արցախի կողմից Տեսնենք ի վերջո եզրափակում կարողանան կատարեն Հայկ Աթայանից խլեցին այստեղ գնդակը եւ հիմա էլ առաջ է շարժվում Բետիսի ֆուտբոլիստները Մուսախանյանն է ձախ եզրով շարժվում առաջ թիմակից է փնտրում ի վերջո այստեղ հակագրոչ ստացվեց Լեռնային Արցախի տղաները պաշտպանությունում լավ գործեցին եւ խլեցին գնդակը եւ այս պահին Յուվենտուսը 8 միավոր է առավելություն ունի Լեռնային Արցախի եւ Ատալանտայի նկատմամբ շատ թեժ պայքար է ընթանում եւ հիմա էլ այստեղ կարող ենք հարված տեսնել Լեռնային Արցախի ֆուտբոլիստի կողմից, բայց չստացվեց նրա հարվածը շատ երկար փոխանցումներ ենք տեսնում այս խաղում Լեռնային Արցախի ֆուտբոլիստների կողմից Իսկ Բետիսը այս պահին 13 միավորով հանգրվանել է 12-րդ հորիզոնականում եւ պայքարում է 8-րդ հորիզոնականի համար Play-off ուղեգիր վաստակելու համար, բայց նրանց համար այս պահին բարդ է լինելու, որովհետեւ շատ լավ մարզավիճակում գտնվող թիմի հետ են հանդիպել եւ այս պահին Տեսնում ենք, որ Լեռնային Արցախը հետաքրքիր ֆուտբոլ է անցկացնում դաշտում եւ
ինձ թվում է չի թողնելու այսօր Բետիսին միավոր վաստակել, բայց ինչևէ տեսնենք հիմա ինչ կկատարվի։ Այսօր Գորգ Գևորգյանը անցում կատարում հարված եւ այստեղ փրկեց իր թիմին Էրիկ Խաչատրյանը, շատ վտանգավոր էր հիմա Գորգ Գևորգյանի հարվածը եւ անկյունային հարված են վաստակում Բետիսի տղաները, տեսնենք խոսքից վրա Բետիսը շատ վտանգավոր գրոհ իրականացրեց եւ Գորգ Գևորգյանը այնտեղ հրաշալի անցում կատարեց եւ հարված կատարեց ի վերջո վերջին պահին։ Հիմա նորից փոխանցում Տուգանային հրապարակ այս փոխանցումը հասցեատեր չունեցավ եւ հարված կտեսնենք Էրիկ Խաչատրյանի դարպասից։ Արդեն երկու վտանգավոր պահ են ունեցել Բետիսի ֆուտբոլիստները, երկու հարվածներն էլ դիպուկ են իրացրել, բայց Էրիկ Խաչատրյանն շատ լավ է գործում դարպասում։ Արսեն Հարությունյանն է խաղարկումներով փորձում թիմակիցների հետ շարժվել առաջ, հիմա երկար փոխանցում դեպի Աթայանը, բայց ուժեղ ստացվեց այս փոխանցումը։ Հիմա էլ Բետիսն է փորձում իր գրոհ կառուցել, երկար փոխանցում, այստեղ նորից տեսնում ենք Մուսախանյանն է շարժում առաջ, բայց հեռացեցին, հիմա շարունակվում է գրոհ, Մուսախանյան հարված եւ գոլ 1-0 խաղի հաշիվը բացված է, Բետիսը բացում է հաշիվը ի վերջո եւ Մուսախանյանն է աչքի ընկնում այստեղ։ Դավիթ Մուսախանյան 1-0 հանդիպան հաշիվը բացված է, շատ անակնկալ կերպով Բետիսը բացեց հաշիվը, բայց նրանց վտանգավոր հարվածները տվեցին ի վերջո իրենց արդյունքը, Մուսախանյանը շատ լավ բացվեց ձախ եզրում, հիմա նորից կարող էին կրկնապատկել իրենց առավելությունը արագ տեսանք հակագրով Բետիսի կողմից, բայց չստացվեց։ Բետիսի թիմի ավակը շատ լավ գործեց այնտեղ, հեռար անկյունը ուղարկեց գնդակը այդ հարվածից հետո, հիմա Լեռնային Արցախը պարտվողի կարգավիճակում է, տեսնենք ինչ կառաջարկեն Արցախի ֆուտբոլիստները, երկար փոխանցում այստեղ տեսանք Արսեն Սարգսյանի կողմից, բայց ուժեղ ստացվեց վերջինիս փոխանցումը։ Հիմա այս գոլից հետո էլ ավելի հետաքրքիր է ընթանալու հանդիպումը, այստեղ սխալ հիմա տեսանք դարպասապայի կողմից Բետիսի եւ հարված կարող ենք տեսնել եւ ուշացրեց ի վերջո այստեղ հարվածը, բայց շարունակվում է Լեռնային Արցախի գրոհ փոխանցում եւ հիմա նորից հարված չկարողացան կատարել Լեռնային Արցախի ֆուտբոլիստները եւ հեռացում Բետիսի ֆուտբոլիստից եւ այստեղ է շատ լավ է պաշտպանվում Արսեն Հարությունյանը, այնտեղ շատ լավ պահ ունեցավ Լեռնային Արցախը Դավիթ Արզումանյանի սխալից հետո, բայց չկարողացավ արդյունքի հասնել։ Հիմա նորից գնդակով է թիմի ավակը Լեռնային Արցախի, նրա փոխանցումը չստացվեց։ Այստեղ է Նորայր Հովսեփյանից փորձեցին գնդակը խլել, չկարողացան։ Նորից երկար փոխանցում դեպի մյուս եզր, այստեղ Արման Մարգարյանն է, Արման Մարգարյանն էլ գնդակը ուղարկում է մյուս եզր, մյուս եզրից է նորից Արման Մարգարյանը շարժվեց առաջ, բայց պահեց գնդակը այստեղ Արման Մարգարյանը, Մուսախանյանը հետ է խաղում հարված եւ այստեղ էլ այս հարվածի ճանապարհը փակեց Արսեն Հարությունյանը եւ նորից անկյունային հարված, տեսնում ենք, որ շատ ակտիվ են գործում Բետիսի ֆուտբոլիստները, հիմա էլ փոխանցում մյուս եզր, այստեղ էլ չհասավ գնդակին Դավիթ Հովանիսյանը,
Հիմա նորից թիմի ավակն է Լեռնային Արցախի փորձում գրո կազմակերպել փոխանցում Տուգանային հրապարակ եւ նորից լավ գործեցին այստեղ Բետիսի ֆուտբոլիստները, բայց խլեցին նորից գնդակը Լեռնային Արցախի տղաները։ Հարված հիմա տեսանք Սարգսյանի կողմից եւ շեղեր նրա հարվածը։ Տեսնում ենք, որ կարողանում են Բետիսի ֆուտբոլիստները լավ պայքար առաջարկեն Լեռնային Արցախի ֆուտբոլիստերին եւ այս պայն մեկ գնդակի առավելություն ունեն եւ գծով ճիշտը, գծով։ Արի գլխի։ Այստեղ Նորայր Հովսեփյանը շատ լավ գործեց, բայց նրա այդ խլում կատարեցին նրա այդ պայքարում, բայց ի վերջո Բետիսին է գնդակը երկար փոխանցում, այստեղ էլ լավ պաշտպանվեց Լեռնային Արցախի ֆուտբոլիստը։ Հիմա էլ գեղեցիկ փոխանցում տեսանք ձախ եզր, այստեղ Արման Մարգարյանն էր նորից բացվել ձախ եզրում եւ ի վերջո եզրային նետում են վաստակելու Բետիսի ֆուտբոլիստները։ Հիմա այստեղ հեռացրեցին նորից Լեռնային Արցախի ֆուտբոլիստներ գնդակը եւ հիմա հակագրող կարող ենք տեսնել Արցախի կատարման մենակ է մնում անցնում է դարպասապային, բայց այստեղ Լեռնային Արցախի ֆուտբոլիստը չկարողացավ ի վերջո հարված կատարել եւ գնդակն էլ թողեց առաջ, այնտեղ Արամ Կոստանդյանն էր ձախ եզրով շարժվել առաջ։ Նորից տեսնում ենք երկար փոխանցում դեպի Արման Մարգարյանը, շատ ակտիվ է գործում Արման Մարգարյանը, բայց կորցրեց այստեղ գնդակը Արսեն Սարգսյան, լավ փոխանցում հիմա Կոստանդյանին, հարված եւ հիմա էլ այստեղ Դավիթ Արզումանյանն է փրկում իր թիմին եւ հիմա էլ հակառակ ուղղությամբ անկյունային հարված կտեսնենք, շատ վտանգավոր էր, գեղեցիկ փոխանցում տեսանք Լեռնային Արցախի թիմի ավակի կողմից։ Հիմա փոխանցում Տուգանային հրապարակ հեռացված է գնդակը եւ հիմա էլ հակագրող կարող է ձեռնարկել հարված դարպասից դուրս է եկել այստեղ Էրիկ Խաչատրյանը, բայց հարվածը թույլ էր Բետիսի ֆուտբոլիստի կողմից։ Այս մրցաշարում նշեմ, որ Դավիթ Մուսախանյանը իր 15-րդ գոլը հեղինակեց, շատ լավ մարզավիճակում է գտնվում Բետիսի ավակը։ Տեսնում ենք թեժ պայքար է ընթանում, Արսեն Սարգսյանը թողնում է թիմակցին։ Այստեղ շատ լավ հիմա գործեց Նորայր Հովսեփյանը եւ նորից խլում Բետիսի ֆուտբոլիստների կողմից, շարժվում են առաջ, լավն էր փոխանցումը, այստեղ նորից Արման Մարգարյանն էր ձախ եզրով ազատվել, բայց չկարողացան եզրափակել այդ գրո, լավ փոխանցում հիմա հարված տեսանք, բայց նորից փրկում է Դավիթ Արզումանյանը իր թիմին։ Շարունակվում է Լեռնային Արցախի գրո։ Մուսախանյանն է լավ պաշտպանվում։
Պայեց գնդակը Նորայր Հովսեփյանը եւ հիմա կարող էին հակագրոյի նետվել Բետիսի ֆուտբոլիստները, բայց չստացվեց նրանց մոտ, որովհետեւ այստեղ լավ գործեց Լեռնային Արցախի ֆուտբոլիստը։ Քիչ ժամանակ է մնում առաջին խաղակեսի ավարտին, հիմա նորից Լեռնային Արցախն է գրում, Արամ Կոստանյանը հարվածը փակեցին նրա, այստեղ Արամ Կոստանյանի լավ դիրքում էր գտնվում Արամ Կոստանյանը, բայց չստացվեց նրա հարվածը։ Հիմա էլ Արման Մարգարյանն է փնտրում թիմակից, այստեղ խաղարկում կատարեց Դավիթ Հովհաննիսյանի հետ։ Շատ քիչ ժամանակ է մնում առաջի խաղակեսի ավարտին եւ հիմա պարտվողի կարգավիճակում է այս պայն Լեռնային Արցախը, տեսնենք կկարողանան մինչև ընդմիջում հավասարեցնել հանդիպան հաշիվը, բայց այսօրվա Բետիսի հետ պայքարում շատ դժվար է լինելու իմ կարծիքով։ Տեսնում ենք, որ հանգիստ խաղարկումներով փորձում են շարժվել առաջ, բայց կորցնում էին գնդակը։ Բետիսի ֆուտբոլիստ այստեղ Էդգար Անանյանն է կրակի հետ խաղում, կարծես այստեղ խլեցին գնդակը ի վերջո Արցախի տղաները։ Բայց հիմա տեսնում ենք, որ իր սխալը ուղղեց Էդգար Անանյանը, այստեղ խլեց գնդակը, նորից կորցրեց, բայց այստեղ էլ Արսեն Հարությունյանն է հեռացնում գնդակը եւ Բետիսինն է լինելու գնդակը։ Հիմա էլ տեսնում ենք խաղի մրցավարը դադար է վերցրել, այստեղ Արման Մարգարյանն է խոտածածկին, կարծես թե թեթև վնասվածք է ստացել Արման Մարգարյանը, բայց ամեն ինչ կարգին է նրա մոտ եւ հանդիպումը կշարունակվի։ Նշեմ, որ 1-0 հաշվով այս պայն հաղթում են Բետիսի ֆուտբոլիստները։ Խաղի կանոնների խախտում Մուսա Խանյանի հետ պայքարում դաշտի կենտրոնում։ Դավիթ Հովհաննիսյանն է գնդակի մոտ, երկար փոխանցում ենք հիմա տեսնում, բայց այստեղ հեռացում Տիգրան Համբարձումյանի կողմից եւ եզրային նետում է լինելու ձախ եզրից, Բետիսինն է գնդակը։ Կարծես թե փորձում են Բետիսի ֆուտբոլիստները այս արդյունքը պահպանեն եւ այս արդյունքով գնան ընդմիջման, բայց հիմա տեսնում ենք նրանց մոտ է գնդակը եւ նորից խաղի կանոնների խախտում։ Եվ հիմա էլ ավելի վտանգավոր դիրքում վաստակում են Բետիսի ֆուտբոլիստները տուգանային հարված։ Դավիթ Հովհաննիսյանն է գնդակի մոտ, տեսնենք ինչ կառաջարկի մեզ։ Հիմա Սուլիչը կա, փոխաղարկեց եւ հիմա հարված կարող ենք տեսնել, բայց փակեցին այս հարվածը, շարունակվում է Բետիսի գրոհ եւ հարված հիմա էլ այստեղ փրկեց Էրիկ Խաչատրյանը, երկրորդ հարվածը այստեղ տեսան Գոր Գևորգյանի կողմից, երկրորդ հարվածը չստացվեց, բարձր ընթացավ, բայց շատ վտանգավոր էին Բետիսի հարվածները, բայց այստեղ էլ լավ գործեց Էրիկ Խաչատրյանը։ Հիմա այստեղ պրեսինգ են ենթարկել Բետիսի տղաները Լեռնային Արցախի ֆուտբոլիստերին, բայց դեռ կարողանում են պահել իրենց մոտ, հիմա էլ այստեղ կարող էր սխալվել Էրիկ Խաչատրյանը, բայց ի վերջո կարողացան փրկել այստեղ գնդակը վերահաս գոլից։ Շարունակում է հիմա Բետիսի գրոհ Արման Մարգարյանն է գնդակով, տեսնենք ինչ կառաջարկի Դավիթ Հովհաննիսյանը, հետ է խաղարկում հարված, այստեղ փակեցին հարվածը նրա եւ հիմա էլ հակագրող կարող է նետվել Լեռնային Արցախը, Արամ Կոստանյանը խաղարկում է Արսեն Սարգսյանի հետ եւ Կոստանյանը նույնիսկ գնդակով փոխանցում, այստեղ չստացվեց եզրափակում Հայկ Աթայանի կողմից եւ գնդակը լինելու է Բետիսինը, բայց շատ վտանգավոր էր այստեղ գործում Լեռնային Արցախը։ Կարող էին այստեղ հավասարեցնել հանդիպան հաշիվը Լեռնային Արցախի տղաները Բետիսի չիրացած պահերից հետո, բայց չստացվեց նրանց հակագրոհ։
Հիմա նորից Լեռնային Արցախի տղաների մոտ է գնդակը, նորից Արամ Կոստանդյան, շատ լավ փոխանցում, տեսնենք հիմա հարված եւ փակեց պաշտպանը եւ երկրորդ հարվածը եւ այստեղ էլ Դավիթ Արզումանյանն է իր թիմին փրկում եւ անկյունային հարված, շատ վտանգավոր հարվածներ տեսանք Լեռնային Արցախի ֆուտբոլիստի կատարմամբ։ Փորձում են Արցախի տղաները այս խաղակեսում հավասարեցնել հաշիվը, հիմա էլ բռունցքներով հեռացում տեսանք Դավիթ Արզումանյանի կողմից, շարունակում է գրով, բայց վերցրեց ի վերջո գնդակ այստեղ Դավիթ Արզումանյանը, շատ հանգիստ հիմա առաջ են շարժվում Բետիսի ֆուտբոլիստները։ Չստացվեց այստեղ Դավիթ Հովանիսյանի փոխանցումը եւ նորից Արցախի տղաներն են գնդակով։ Նորից Կոստանդյանն այստեղ լավ պայքար առաջարկում ձախ եզրում, բայց Նորայր Հովսեփյանն էլ նրա այդ պայքարում շատ լավ գործեց, հիմա հակագրող կարող ենք տեսնել Բետիսի կողմից, Դավիթ Հովանիսյանն է գնդակով, ի վերջո մյուս եզր փոխանցում կատարեց, բայց չստացվեց նրա փոխանցումը, հասցեատեր չունեցավ այդ փոխանցումը եւ նորից ձախ եզրով շարժվում է առաջ Արամ Կոստանդյանը, տեսնենք գեղեցիկ անցում, բայց այստեղ մի փոքր խճճվեց եւ մյուս եզրը փոխանցում Սարգսյանի հետ է խաղարկում, բայց այստեղ էլ Էդգար Անանյանը պաշտպանությունում լավ գործեց եւ եզրային նետումը Արցախինն է լինելու։ Հիմա փոխանցում Տուգանային հրապարակ, այստեղ էլ հարված կատարեց Հայկ Աթյանը, բայց չստացվեց եւ վերջ առաջին խաղակեսը ավարտված է մեզ մոտ, սիրելի ֆուտբոլասերներ, Բետիսը այս պայն 1-0 հաշվով հաղթում է Լեռնային Արցախին, շատ հետաքրքիր առաջին խաղակես ստացվեց, հիմա ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից։ Սիրելի ֆուտբոլասերներ, վերադարձանք երկրորդ խաղակեսը մեկնարկեց մեզ մոտ եւ այս պայն Բետիսը հաղթում է Լեռնային Արցախին 1-0 հաշվով, Մուսախանյանը հանդիպան հաշիվը բացեց, գեղեցիկ հարված կատարեց Մուսախանյանը։ Հետաքրքիր առաջին խաղակես ստացվեց մեզ մոտ, հիմա տեսնենք երկրորդ խաղակեսում ինչ կառաջարկեն թիմերը եւ տեսնում ենք խաղի կանոնների խախտում հենց դաշտի կենտրոնում Տուգանային հարված են վաստակել Լեռնային Արցախի ֆուտբոլիստները հենց առաջին րոպեին։ Փորձելու են արագ խաղի հաշիվը հավասարեցնեն Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, հիմա Արսեն Սարգսյանն է գնդակի մոտ, վտանգավոր դիրքում Տուգանային հարված են վաստակել, տեսնենք ինչ կանի Լեռնային Արցախի ավագը։ Սուլի չկա։ Եվ հարված կատարեց այստեղ Էդգար Անանյանն է, կարծես թե գնդակին դիպչում եւ փրկում իր թիմին եւ անկյունային հարված կտեսնենք Բետիսի դարպասին։ Առաջին անկյունայինը երկրորդ խաղակեսում այս ստանդարտից հետո կներկայացնեմ թիմերի հայտարարությունները եւ պահում են հիմա այստեղ գնդակը Լեռնային Արցախի տղաները եւ հարվածը այստեղ չստացվեց։ Արամ Կոստանդյանի մի փոքր բարձր ընթացավ, բայց շատ վտանգավոր էր Լեռնային Արցախի ստանդարտը եւ հիմա վերհիշենք թիմերի հայտարարությունները։ Բետիսի դարպասը պաշտպանում է համար 1 Դավիթ Արզումանյանը, համար 77 Արթուր Գևորգյան, համար 99 Էդգար Անանյան, համար 4 Դավիթ Հովանիսյան, համար 11 Նորայր Հովսեփյան, համար 9 Գոր Գևորգյան, համար 10 Արման Մարկայան, համար 17 Արման Մալինցյան եւ համար 7 թիմի ավագ Դավիթ Մուսախանյան։ Հիմա տեսնում ենք Բետիսն է գրում, այս գրոյից հետո կշարունակեն փոխանցում, այստեղ էլ Էրիկ Խաչատրյանն է փրկում իր թիմին, վտանգավոր գրոյ իրականացրեցին Բետիսի ֆուտբոլիստները, Լեռնային Արցախի դարպասը պաշտպանում է համար 1 Էրիկ Խաչատրյանը, համար 8 Արսեն Հարությունյան, համար 9 Կարեն Շագելձյան, համար 10 Արսեն Սարգսյան, նա էլ իր թիմի ավագն է, համար 13 Արսեն Հարությունյան։
Համար 15 Տիգրան Համբարձումյան, համար 22 Միքայել Առաքելյան, համար 25 Նարեկ Դանելյան, համար 27 Հայկ Աթայան եւ համար 77 Արամ Կոստանդյան։ Հիմա տեսնում ենք, որ փոխանցումը այստեղ չստացվեց Կարեն Շահագելյանի եւ Բետիսն է նորից լինելու գնդակով։ Շատ լավ պայքար առաջարկեցին Բետիսի տղաները առաջին խաղակեսում եւ կարողացան արդյունքի հասնել։ Հիմա առավելություն ունեն մի փոքր Բետիսի ֆուտբոլիստները Լեռնային Արցախի նկատմամբ այստեղ շատ վտանգավոր կարող էր լինել, բայց ի վերջո նորից անցնում է գնդակը Բետիսին։ Պրեսինգ են ենթարկում Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, բայց հեշտ անցան կիսադաշտը Գոր Գևորգյան փոխանցում եւ ինչպիսի դիրքից այստեղ վրիպեց Դավիթ Մուսախանյանը, շատ լավ փոխանցում տեսան Գոր Գևորգյանի կողմից, բայց Բետիսի գլխավոր ռմբարկուն այստեղից վրիպեց, կարող էր դուբլի հեղինակ դառնալ, հիմա շարունակում է Բետիսի գրող հարված եւ այստեղ էլ փրկում է Էրիկ Խաչատրյանը, նորից Մուսախանյանն էր հարված կատարողը։ Փրկվում է այստեղ Լեռնային Արցախը։ Հիմա Լեռնային Արցախը կարող էր հանդիպման հաշիվը հավասարեցնել, բայց շեղ է հարվածում այստեղ Արամ Կոստանդյանը, շատ վտանգավոր էր թիմերի կատարմամբ հարվածները։ Շատ ակտիվ են մեկնարկել երկրորդ խաղակեսը թիմերը։ Մուսախանյանը երկու իրական պահ կորցրեց, բայց հիմա Լեռնային Արցախն է գրում, բայց կորցրեցին, բայց շատ արագ Գոր Գևորգյանից խլեցին գնդակը։ Նարեկ Դանելյանն է գնդակով, շարժվում է առաջ, փոխանցում է ձախ թիմի ավագին։ Թիմակից է փնտրում Արսեն Սարգսյանը, ի վերջո հետ է խաղարկում։ Փոխանցում կենտրոն այնտեղ Կոստանդյանին, այստեղ է լավ հեռացում Բետիսի պաշտպանից։ Այստեղ էլ Էրիկ Խաչատրյանն է լավ գործում, պահում իր գնդակը թիմի մոտ։ Հիմա Տուգանային հրապարակ երկար փոխանցում այնտեղ Արսեն Սարգսյանին էր ուղղված փոխանցումը, բայց չստացվեց։ Բետիսի պաշտպանը լավ գործեց։ Էդգար Անանյանը տեսնում ենք, որ շատ լավ է պաշտպանությունում գործում այս պահին։ Արման Մարգարյանն է ձախ եզրով շարժում դեպի կենտրոն, փոխանցում, բայց այստեղ լավ պաշտպանվեց Արցախի ֆուտբոլիստը, այստեղ էլ Գոր Գևորգյանն է խլում գնդակը, բայց նրանից է խլեցին գնդակը։ Հիմա տեսնում ենք դադար մրցավարը վերցրեց Լեռնային Արցախի ֆուտբոլիստն է վնասված ստացել, այնտեղ խոտածածկին է կարծես թե Տիգրան Համբարձումյանը։ Այս դադարի ժամանակ նշեմ թիմերը ինչպես են հանդես եկել անցած խաղում։ Բետիսը Վերդերի հետ պայքարում անցած խաղում շատ լարված պայքարում ի վերջո պարտություն կրեց, կարողացավ այնտեղ աչքի ընկնել Բետիսից Դավիթ Մուսախանյանը, կարծես թե գոլի հեղինակ դարձավ, բայց նրանք չկարողացան 3 միավոր վաստակել այդ խաղում։ Իսկ Լեռնային Արցախը վերջին հանդիպումը անցկացրեց Մարսելի հետ եւ խոշոր հաշվով հաղթանակ տոնեց, 8-2 հաշիվ գրանցվեց այդ պայքարում։ Այլ տեսնում ենք Արցախի ֆուտբոլիստներն էին գրում, բայց չստացվեց, այստեղ շարժվում է առաջ Բետիսի ֆուտբոլիստը, բայց չստացվեց, հիմա երկար փոխանցում դեպի Կոստանդյանը, բայց հեռացնում է Անանյանը, շարունակում է գրող Արցախի Արսեն Սարգսյան եւ հարված կարող ենք տեսնել, բայց փակեց այստեղ Գևորգյանը գնդակը եւ հիմա էլ հակագրող կարող է իրականացնել Բետիսը։ Այստեղ Մուսախանյանն է գնդակով գեղեցիկ փոխանցում Գևորգյանին եւ հիմա էլ այստեղ խաղի կանոնների խախտում։
Բայց ի վերջո խաղի մրցավարը դիտելու է դրվագը, տեսնենք այնտեղ ձերքին դիպավ Գորգ Գևորգյանի, թե ոչ։ Այստեղ տեսնում ենք մրցավարը դիտեց դրվագը, անցած դրվագում չկար այնտեղ 11 մետրանոց եւ հիմա էլ վերջին հույսի խախտում է այստեղ եւ Լեռնային Արցախի ֆուտբոլիստը կարմիր քարտ է ստանում, այնտեղ Արսեն Հարությունյանը ուղղակի տապալեց Գորգ Գևորգյանին Տուգանային հրապարակուց մի փոքր դուրս եւ մնում են 10 հոգով ֆուտբոլիստները, եթե մեծ ֆուտբոլ լիներ, կասեինք 10 հոգով, բայց ինչևէ հեռացված է Արսեն Հարությունյանը խաղից եւ շատ վտանգավոր դիրքում հիմա Բետիսի տղաները Տուգանային հարված են վաստակե Հիմա տեսնում ենք շատ լարված իրավիճակ է ընթանում դաշտի կենտրոնում, կարծես թե վիճում են մրցավարի հետ Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, թիմի ավակն է այնտեղ պահանջում, որ կարմիր քարտ պետք է չլիներ, բայց ի վերջո խաղի մրցավարը կայացրել է իր որոշումը եւ Տուգանային հարված է նշանակել եւ Արսեն Հարությունյանն է հեռացված է դաշտից Հիմա տեսնում են գնդակի մոտ են Դավիթ Մուսախանյանն եւ Նորայր Հովսեփյանը շատ վտանգավոր է այստեղ Էրիկ Խաչատրյանը պատ է կառուցել Հիմա տեսնում ենք որ Լեռնային Արցախի ֆուտբոլիստներից բոլորը կարծես թե պատ են կառուցել, բայց ի վերջո այնտեղ Երեք Խաչատրյանը իր պատը կառուցեց, հիմա սուլի չկա, տեսնենք ով կհարվածի, կարծես թե Մուսախանյանն է հարված կատարելու, հիմա հարվածը կա եւ այստեղ Երեք Խաչատրյանը փրկեց իր թիմին, բայց շարունակվում է մնալ Բետիսի մոտ գնդակը, այստեղ Արման Մարգարյանի կողմից, չգիտեմ, հեռացում անվանել, թե սխալ փոխանցում, բայց լավ չգործեց, հիմա էլ Մուսախանյանը հեռացրեց գնդակը Էրիկ Խաչատրյանի կազմած պատը այնտեղ ի վերջո չօգնեց, բայց իր սեյվը օգնեց իր թիմին եւ այս պայն պահում է խաղի մեջ իր թիմին եւ մեկ գնդակի տարբերությամբ պարտվում են Լեռնային Արցախի ֆուտբոլիստները եւ մեկ հոգի պակաս են այս պայն դաշտում պայքարելու Լեռնային Արցախի ֆուտբոլիստները եւ այդ կարծես թե անվանված նվերից կարող են օգտվել Բետիսի ֆուտբոլիստները եւ կրկնապատկել իրենց առավելությունը, ինչևէ տեսնենք հիմա ինչ կառաջարկեն թիմերը Հիմա փոփոխություն տեսանք Բետիսի ֆուտբոլիստների կողմից
Այստեղ էլ ձեռքով խաղաց Բետիսի ֆուտբոլիստը, այնտեղ Արթուր Գևորքյանն էլ մտել դաշտ։ Այստեղ կորցեցին գնդակը Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, այստեղ տեսավ Մուսախանյանը, որ ազատվել էր աջ եզրում Արթուր Գևորքյանը, բայց չստացվեց այս փոխանցումը եւ հասցեատեր չունեցավ այս փոխանցումը։ Հիմա Էրիկ Խաչատրյանի հետ են խաղարկում գնդակը Լեռնային Արցախի տղաները, երկար փոխանցում, այստեղ Անանյանն է շատ լավ պաշտպանվում եւ նորից գնդակը Բետիսին է, Դավիթ Հովանեսյանն է առաջ շարժվում, լավ փոխանցում հիմա Արման Մարգարյանին ձախ եզրով շարժվում է առաջ եւ տեսնենք ինչ կանի Դավիթ Հովանեսյան եւ տեսնենք հարված կկարողանա կատարել, հարված այստեղ Էրիկ Խաչատրյանն է փրկում իր թիմին, Նորայր Հովսեփյանն էր հարված կատարում, շարունակվում է հիմա գրո, Մուսախանյանի փոխանցումը չստացվեց այստեղ, հիմա էլ կարող են հակագրո կառուցել, իրականացնել Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, բայց այստեղ Արթուր Գևորքյանն է շատ լավ գործում։ Այստեղ էլ Մուսախանյանն է հեռացնում գնդակը եւ ընկնում խոտածածկին, մի փոքր անհարմար ընկավ այստեղ Մուսախանյանը խոտածածկին, բայց ամեն ինչ կարգին է Բետիսի ավակի մոտ, շարունակվում է խաղը։ Տեսնում ենք, որ կարծես թե հասարակացը հատեցինք երկրորդ խաղակեսի, այստեղ վտանգավոր էր Դավիթ Արզումանյանը հեռացրեց ի վերջո գնդակը եւ Դավիթ Հովանեսյանն հիմա ձախ եզրով արշավանք իրականացրեց, տեսնենք կարողանա փոխանցում կատարել, այստեղ փոխանցում կատարեց, բայց հեռացրեց Լեռնային Արցախի ֆուտբոլիստը Տիգրան Համբարձումյանը շատ լավ պաշտպանվեց, այնտեղ ձախ եզրով Հովանեսյանը շատ լավ անցում էր իրականացրել, բայց փոխանցումը նրա չստացվեց։ Երկար փոխանցում, այստեղ նորից Էդգար Անանյանը հեռացրեց գնդակը, շատ լավ է այս պահին գործում Բետիսի պաշտպանը։ Այստեղ է Կարեն Շահագելձյանն է երկար փոխանցում կատարում, այնտեղ Արսեն Սարգսյանն էր ազատվել, հիմա խլեցին գնդակը Բետիսի ֆուտբոլիստները եւ շարժվում է առաջ Գոր Գևորքյանը աջ եզրով, խաղարկում է այստեղ Արթուր Գևորքյանը, բայց փոխանցումը նրա ուժեղ ստացվեց եւ նորից Լեռնային Արցախինն է լինելու գնդակը։ Հիմա վերջին րոպեները էլ ավելի լարված են ընթանալու այս խաղակեսի, որովհետև պետք է առաջ գնան Լեռնային Արցախի տղաները եւ կարողանան այս խաղում հավասարեցնել հաշիվը եւ գոնե մեկ միավոր վաստակել այս խաղում, բայց Բետիսի տղաներն շատ լավ են հիմա պաշտպանվում այս խաղում, բայց շարունակում են Լեռնային Արցախի գրող Կոստանցյան եւ հարված եւ գոլ ի վերջո հավասարեցնում են հանդիպան հաշիվը Լեռնային Արցախի ֆուտբոլիստները 1-1, այնտեղ գոլի հեղինակ դարձավ Արամ Կոստանցյանը։ Արամ Կոստանցյան 1-1 խոսքից վրա Լեռնային Արցախը կարողացավ արագ հավասարեցնել հանդիպման հաշիվը։ Հիմա էլ ընթացքից հարված տեսանք Լեռնային Արցախի ֆուտբոլիստի կողմից։ Այդտեղ Հայկ Աթայանն էր հարված կատարողը։
Տեսնում ենք, որ Լեռնային Արցախը կարողացավ մեկ հոգի պակաս գտնվելով խաղադաշտում հանդիպան հաշիվը հավասարեցնել։ Հիմա նոր շարունակում են գրող անցկացնել Լեռնային Արցախի ֆուտբոլիստները եւ այստեղ հեռացրեց նորից Էդգար Անանյանը եւ հիմա էլ Բետիսն է հակագրել ձախ եզրով Արման Մարկարյան գեղեցիկ փոխանցում, բայց այստեղ էլ շատ լավ է հիմա պաշտպանվում Լեռնային Արցախի ֆուտբոլիստը։ Այդտեղ Գոր Գևորքյանն էր աջ եզրում ազատ մնացել, բայց լավ գործեցին Լեռնային Արցախի պաշտպանները շարունակում են Բետիսի գրող հարված տեսանք Նորայր Հովսեփյանի կողմից, բայց շեղ էր հայս հարվածը։ Երկար փոխանցում պահեցին ի վերջո այստեղ Լեռնային Արցախի տղաները գնդակը Արսեն Սարգսյանն է գնդակով Արամ Կոստանդյանն է խաղարկում լավն է նրանց խաղարկումը Հայկ Աթայան Արսեն Սարգսյանն է խաղարկում հարված եւ մի փոքր շեղ է հարված Արսեն Սարգսյանի շատ վտանգավոր պահ ունեցավ Լեռնային Արցախը կարող են այս խաղը առաջի անգամ հաշվում առաջ անցնել չստացվեց հիմա Մուսախանյանի հարվածը բարձր է անցնում դիպուկ չէր Ռմբարկուի Բետիսի Ռմբարկուի հարվածը այստեղ տեսնում ենք որ մի փոքր անցել են պաշտպանողական դիրքի Բետիսի տղաները շատ քիչ են այս պայն գրոհում այս խաղակեսում նրանք դեռ չեն կարողանում օգտվել այդ քանակական առավելությունից իրենց ստեղծած երկար փոխանցում դեպի Կոստանդյանը, բայց չհասավ այստեղ գնդակին Կոստանդյանը Հիմա էլ այստեղ շատ լավ գործեց Գոր Գևորքյանը աջ եզրով շարժն առաջ այնտեղ երկու հոգի սպասում են նրա փոխանցմանը, բայց այդ փոխանցումը կանխեց Տիգրան Համբարձումյանը հիմա էլ հակագրող ենք տեսնում Լեռնային Արցախի կողմից Կարեն Շահագելձյան այստեղ էլ լավ է գործում Դավիթ Հովանիսյանը գեղեցիկ անցում եւ շարժվում է առաջ 5-2-ի դիմաց եւ փոխանցում տեսնենք հարված եւ գոլի հեղինակ է դառնում այստեղ Դավիթ Մուսախանյանը եւ առաջ է անցնում Բետիսը ի վերջո Մուսախանյանն է գրանցում է դուբլ իր հաշվին Դավիթ Մուսախանյան 2-1 դուբլի հեղինակ է դառնում Բետիսի Ռմբարկուն եւ թիմի ավակը կարողացավ ի վերջո հասնել արդյունքի Բետիսը այդ քանակական առավելությունից հետո նրանք նորից արժևում են տեսնենք ինչ կկատարի Լեռնային Արցախը այս վերջին րոպեներին պետք է նորից նրանք հավասարեցնեն հանդիպան հաշիվը այստեղ տեղին քարտ է ստանում Արթուր Գևորքյանը Տուգանային հարված են վաստակել Լեռնային Արցախի տղաները Շատ լարված վերջաբան է սպասվում մեզ սիրելի ֆուտբոլասերներ, որովհետև նորից պարտվողի կարգավիճակում են հայտնվել Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Սուլիչը կա Արսեն Սարգսյանն է հարվածում, բայց Մուսախանյանը իր վրա է վերցնում հարվածը եւ կարող ենք հակագրող տեսնել Մուսախանյանը շարժվում է առաջ, տեսնենք ձախ եզրում շարժվել է առաջ, այնտեղ շարունակում է գրող Գոր Գևորքյան հարված կտեսնենք եւ շատ մանր հիմա խաղարկում Արման Մարկարյանն է գնդակով Բայց այստեղ ուշացրեցին Բետիսի ֆուտբոլիստները այնտեղ էլ ընկել է խոտացածքին Դավիթ Մուսախանյանը եւ դեղին քարտ է ստանում այնտեղ Լեռնային Արցախի ֆուտբոլիստը, բայց ինչ գրող կարող են եզրափակում տալ Բետիսի ֆուտբոլիստները այնտեղ, բայց ուշացրեց հարված կատարել կամ փոխանցում կատարել Գյորգ Գևորքյանը
Ինչևէ հիմա վնասվածք է ստացել Մուսախանյանը։ Հիմա տեսնում ենք, որ վնասված ստացավ Դավիթ Մուսախանյանը եւ հեռացավ խաղադաշտից, շարունակվում է պայքարը, երկար փոխանցում Մարգարյանի ուղղությամբ եւ հարվածը բարձր ստացվեց վերջինիս։ Լուրջ վնասված ստացավ Մուսախանյանը եւ չի շարունակի այս խաղը։ Արագ խաղարկում Լեռնային Արցախի ֆուտբոլիստների կողմից Արսեն Սարգսյանն է վերցրել գնդակը, բոլորը շարժվում են առաջ։ Ներողություն, Կոստանդյանն հետ է խաղարկում, փոխանցում նորից Լևոնյանն է տեղում, Կոստանդյան եւ նորից Լևոնյան եւ 11 մետրանոց է։ Կարծես թե վաստակում Լեռնային Արցախը։ Հիմա տեսնենք խաղի մրցավարը ինչ է նշանակել ի վերջո։ Ի վերջո 11 մետրոնոց է նշանակել խաղի մրցավարը եւ կարող է նորից երկրորդ անգամ այս խաղում Լեռնային Արցախը հավասարեցնել հաշիվը։ Կարեն Շահագելցյանն է վերցրել գնդակը։ Հիմա տեսնենք կարողանա Լեռնային Արցախը հավասարեցնել հարված եւ գեղեցիկ գոլի եղինակ է դառնում Կարեն Շահագելցյանը եւ նորից հավասարեցնում հանդիպան հաշիվը 2-2 խելայք հանդիպան ենք ականատես լինում սիրելի ֆուտբոլասերներ։ Կարեն Շահագելցյան 2-2 պանենկա ոճով գրավում է Դավիթ Արզումանյանի պաշտպանած դարպասը եւ նորից հավասար հաշիվ է մեզ մոտ։ Նորից կարողացան տեսնում ենք Լեռնային Արցախի ֆուտբոլիստները հավասարեցնել հաշիվը։ Հիմա մեզ մնացել է 3 րոպե հանդիպան ավարտին, բայց նորից Արցախը շարժվում է առաջ, Կոստանդյան փոխանցում եւ հիմա հարվածեցնենք Եվ այստեղ ինչ է կատարվում, հեռացնում են գնդակը Բետիսի ֆուտբոլիստները ի վերջո չկարողացան գոլի եղինակ դառնալ Լեռնային Արցախի ֆուտբոլիստները։ Այս իրավիճակում այստեղ էլ Էրիկ Խաչատրյանն է դուրս եկել իր տեղից եւ փոխանցում դեպի Կոստանդյանը, հարված եւ փրկում է հիմա այլ այստեղ Դավիթ Արզումանյանը իր թիմին շատ վտանգավոր էր։ Լեռնային Արցախը այս գոլից հետո կարծես թե էլ ավելի ակտիվ է գործում եւ փորձում է հաղթանակ կորզել ի վերջո։ Հիմա հարված Արսեն Սարգսյանի կողմից, բայց շատ վտանգավոր էր։ Այստեղ փրկվեց Բետիսը։ Հիմա էլ Արման Մարգարյանն է շարժվում առաջ, փոխտնի-փոխ գրոններ ենք տեսնում Բետիսն ու Լեռնային Արցախի կատարմամբ հարվածը չստացվեց այստեղ Մարգարյանի։ Ընդամենը մի քանի րոպե է մնացել հանդիպման ավարտին։ Հիմա շտապում են Լեռնային Արցախի ֆուտբոլիստները երկար փոխանցում։ Ի վերջո այստեղ պահում է գնդակը Սարգսյանը։
այստեղ շարունակում է գրո Լեռնային Արցախի եւ հարված եւ այստեղ փրկեց Դավիթ Արզումանյանը իր թիմին։ Հիմա էլ կարող ենք տեսնել հակագրո Բետիսի կողմից աջ եզրով Արման Մարգարյանը 2-2 գեղեցիկ փոխանցում, բայց մի փոքր ուժեղ ստացվեց։ Գոր Գևորգյանն էր այնտեղ առաջ շարժվել, չստացվեց Բետիսի մոտ։ Հիմա Լեռնային Արցախն է գրոում, երկար փոխանցում նորից Կոստանդյանին, բայց այստեղ չկարողացավ պահել վերջինս գնդակը Արթուր Գևորգյան փոխանցում Մարգարյանին։ Այստեղ էլ շատ լավ հիմա պաշտպանվեց Արեգ Դանելյանը, փոխանցում Կոստանդյան եւ հիմա տեսնենք ինչ կկարողանան անել Սարգսյան Կանե Շագելձյան, հարված եւ այստեղ Դավիթ Արզումանյանն է փրկում իր թիմին եւ խաղի կանոնների խախտում Դավիթ Արզումանյանի հետ պայքարում այստեղ լուրջ վնասվածք է կարծես թե ստացել Դավիթ Արզումանյանը։ Տեսնում ենք ամեն ինչ կարգին է Դավիթ Արզումանյանի հետ, հիմա վերջին րոպեն է ընթանում, այստեղ նորից խլեցին Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, Արսեն Սարգսյան արված եւ գոլ, հաղթանակ է կարծես թե կորզում Լեռնային Արցախը եւ թիմի հավաքը գոլեղինակ է դառնում 3-2։ Արսեն Սարգսյան 3-2 կարողացավ առաջ անցնել այս խաղում Լեռնային Արցախը առաջին անգամ եւ կարծես թե մոտ են նրանք իրենց հաղթանակը ապահովելու եւ նորից Արսեն Սարգսյանն է գնդակով այստեղ ժամանակ է կարծես թե ձգում եւ փորձում են գնդակ խաղարկել Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, նրանք քանակական առավելություն ունեին Բետիսի ֆուտբոլիստները, բայց տեսնում ենք որ չկարողացան այս պայն իրենց կողմը այդ արդյունքը անցնել եւ վերջ խաղն ավարտված է ի վերջո Լեռնային Արցախը հետաքրքիր այս խելահեղ պայքարում հաղթում է Բետիսին, նրանք պակաս էին 1 հոգի դաշտում եւ կարողացան իրենց 3 միավորը վաստակել եւ պահպանել իրենց դիրքը երկրորդ հորիզոնականում։ Ինչևէ խաղը ավարտված է սիրելի ֆուտբոլասերեր, այս պահին այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, բարի գիշեր եւ ամենայն բարիք։